Հարգելի հայրենակիցներ, ես Սարգսյան Դրանիկի Զարգարյանն եմ։ Բավականին մտահոգ անձնավորություն մեր երկրի ներքին անվտանգության եւ զարգացման գործում։ Նախքին իմ հաղորդումներում նշել եմ իմ մանկությունը մինչև այսօր, մինչև 76 տարեկանը։ Եղել է իհարկե բոլորի մոտ մանկությունը շատ հետաքրքիր է եղել, որովհետև շատ բանի համար չեն մտածել, չեն մտահոգվել, խաղեր են կազմակերպել, որից հետո մանկապարտեզ, դպրոց, ուսումնական հաստատություններ եւ այդ բոլորի բովով անցել, որից հետո անցել եմ աշխատանքի։ Ես գովել եմ մեր Բերդ քաղաքը, սակայն Բերդ քաղաքի շուրջը հավաքված 15 գյուղերը, ինքը հետը 16, շատ գեղատեսիլ բնության մեջ են գտնվում, անտառամերձ տարածքներ, չնայած մոտավորապես 43,000 հեկտար անտառ ենք ունեցել, անկախության տարիներին բավականին քանակը այդ տարածքի պակասեց, սակայն ելի իրեն գեղեցկությունը չի գործնում։ Մեր 15 գյուղերը շրջապատված Բերդ քաղաքում, Բերդ քաղաքի համայնքում, ես իհարկե անընդհատ Շամշադին եմ ասում, Շամշադին էլ ասելով մահանալու եմ, քանի որ 76 տարեկան եմ, չեմ ուզում այլ անուններ, չնայած Տավուշը հենց մեր Տավուշ գետի անունից է առաջացել, տարածքը կոչվում է Տավուշ, ես ուզում եմ ասեմ, որ իրոք Տավուշն էլ հարազատ է, Շամշադինն էլ նմանապես։ Ես սիրում եմ մեր երկիրը, մեր հայրենիքը, ամբողջ Հայաստանը, սակայն ամենագեղեցիկը ոչ թե ինձ է թվում, եկող հյուրերը ասում են երկրորդ Շվեյցարիանը, երբ մեր Կրասնասելսկից սարերով գալիս են, վերևից նայելով մեր բնությունը, մեր անտառները, ասում են սա երկրորդ Շվեյցարիան է։ Ուրեմն ես ուզում եմ ասեմ, իրոք շատ գեղեցիկ բնություն ունի, բոլոր գյուղերում աշխատասեր մարդիկ են եղել ժամանակին, երկիրը շենացնում էին, աշխատում էին, չէին տրտնջում, ստեղծում էին այն ամենը, ինչ պետք է մարդկության հասարակության մեջ։ Ամփոփելով, ուրեմն ես ասեմ, իմ մանկությունից հետո հայրիկիս արխիվն եմ ցանկացել գտնել, այսօր էլ որոնումների մեջ եմ, Մոսկվայից գրել են, որ կարող է Պաշտպանության նախարարությունից գրել են, որ կարող է գալ արխիվը վերցնել, բայց այդ նույն արխիվը եղել է նաև Հայաստանում, թերթերում գրել են, սովետական Հայաստան թերթերում այդ մասին ես խոսել եմ, ուրեմն հիմնական մտահոգող հարցերից մեկը դա է եղել հենց իմ փոքր ժամանակվանից։ Հետո հարց եմ բարձրացրել Սևանա լճի վերաբերյալ, դուք գիտեք այդ թեմայով ես խոսել եմ, սակայն դեռ իմ մտահոգությունները չի փարատվել։ Ես ցանկանում եմ, որ մեր Սևանա լիճը ամբողջ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, տարածքի 1/6-ը, իրան շրջապատի 6 հեկտար անտառներով։ Ես առաջարկություններ եմ ներկայացրել, քիչ հետո ես կներկայացնեմ այդ ամենը մանրամասն։ Ուրեմն ես ասեմ, Սևանա լճի համար իմ անհանգստությունը այնքան շատ է լինելով Տավուշցի, քան կարող են անհանգստանալ Գեղարքունիքի մարզի ողջ բնակչությունը։ Այսինքն, ուզում եմ ասեմ, տարիներ առաջ իրանք ցույցի էին դուրս եկել Սևանը պաշտպանելու համար, իսկ ես այդ ընթացքում մշակել եմ ծրագիր, մոտորապես մարդկային գործոնները լճի վատ վիճակին կարող են անդրադառնալ մարդկային այդ գործոնները, մոտ 10 գործողություն, իսկ արտասահմանից եկածները գալիս են գործողման ծախսեր վերցնում եւ չեմ ուզում ավել խոսեմ, գրում են Սևանա լճում ֆոսֆորով ազոտն է ավելացել, թթվածինն է պակասել եւ մինչեւ այսօր ես լսում եմ անընդհատ Սևանա լճի վերաբերյալ խոսակցությունները, բայց այն ինչ որ ինքս եմ մշակել, ինքս եմ ուզում ասել, դա ոչ մեկը չգիտի, իհարկե իմ բոլոր ծրագրերը վերաբերվող քիչ հետո կներկայացնեմ արտակարգ իրավիճակներ, Երևան քաղաքի խնդիրները, բնապահպանական, կրթության, տրանսպորտի վերաբերյալ ես քիչ հետո
հակիրճ ձևով կներկայացնեմ, քանի որ ժամանակը սահմանափակ է, ես արագ կներկայացնեմ, իսկ Սևանա լճի վերաբերյալ ինչքան որ նյութեր են պատրաստում առանցքայինը Սևանա լիճն է, հարգելի գեղարքունիքցիներ, 5 պաշտոնյայի ազգային ժողովի պատգամավորների, պաշտոնյաների դիմել եմ, այդ մասին խոսել եմ, 3 անգամ այդ դիմումը տվել եմ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը բերդ է եղել Իրան անձնակազմին, այդ փաթեթը տվել եմ, բայց այսօր լուրջ արձագանք չկա։ Իհարկե մեր վարչապետն ասաց, շատ բարդ բան ես ասում, բոլորովին էլ բարդ չէ, ես ասում եմ, կարելի է, բայց դա ունի 5 տարվա ծրագիր, չգիտեմ ես կենթանի կմնամ թե ոչ, որովհետև շինարարության մեջ կա ցանցային գրաֆիկ, այդ ցանցային գրաֆիկով պետք է առաջնորդվել, առաջ ջրի մակարդակը մի քիչ իջեցվի, մաքրվի, հետո նորից բարձրացվի, իսկ այդ արանքում կատարվի հսկայական շինարարական աշխատանքներ, որը իսպար կվերացնի վտանգը ցամաքելու։ Ես գիտեմ Արալյան լիճը Ուզբեկստանում ցամաքել է, նավերը ավազի վրա են նստած։ Մի 2 օր առաջ ցույց տվին Պարսկաստանում, Իրանում մի ջրամբարտակ, որը լրիվ ցամաքել է, այդ նույնպես ինձ մտահոգեց, որովհետև մարդկային գործոնով արտեզյան ջրերը հանել են եւ ջուր չունեն մարդիկ։ Իսկ մեր երկիրը բավականին ջրառատ երկիր է, ջրառատ, բառից բուն իմաստով։ Եթե որ ես աշխատել եմ 4 ջրամբարի վրա, որպես շինտեղամասի Աշխեք եւ շինտեղամասի պետ, այդ ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, գնում են, չեն կարողանում օգտագործել, որովհետև անկախության տարիներին պոմպակայանները քանդեցին, իմ գցած խողովակները դեպի Վերին Կարմիրի բարձունքը բարձրացող կտրեցին, ուրիշ տեղ կատարողական բերեցին, սա բողոք չի, սա իրողություն է, սա տեսել եմ, վրդովվել եմ, այնինչ հաղորդալարերը, հենասյուները հազիվ է տեղադրում, 6 հենասյուն բերել հոսանքը, ոչ մի բան չի գործում էլեկտրականությունից, դա մի կողմ։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ մտահոգվածությունս, դա մտահոգությունս, սրտացավությունս, դա Սևանա լիճն է, իսկ մնացածը եւս մնացած բնակավարների ոլորտների վերաբերյալ եւս լուրջ առաջարկություններ ունեմ, կներկայացնեմ հեսա, որ Երևան քաղաքի համար ինչ եմ արել, կոմունալ ձեռնարկությունների, տրանսպորտի, բնապահպանության, վերջապես կոմունալ աշխատանքները ինչպես կազմակերպեն, վթարային շենքերը, սողանքները, գետառի վարարումները եւ հեղեղումները կանխելու նպատակով, քանի որ ես ունեմ համապատասխան մասնագիտություն, շինարար եմ, հիդրոինժեներ, նաեւ անասնաբուծ, բարձրագույն կրթության պրոֆեսիոնալ վարորդ։ Այս վարորդականը ավելի շատ է ինձ հետաքրքրել դեռ փոքր ժամանակվանից եւ առաջարկություններ եմ ներկայացրել։ Անցնեմ հիմնականում բուն թեմային։ Ես եկել եմ պորտֆելով, այս պորտֆելը կշռում է մոտավորապես 5-ից 6 կիլոգրամ, 5-ից 6 կիլոգրամ, եթե այսքանը ժուրնալիստները կամ որևէ մեկը հետաքրքրվի, թե ինչ է գրած, ես մանրամասը ամեն ոլորտի վերաբերյալ կտամ իմ մասնագիտական կարծիքը։ Ես հիմա կներեք, որ սա PR չէ, ես ուղղակի մինչև հիմնական թեմային անցնելը, ուրեմն ներկայացնեմ հաջողությունները։ Եգոր Կարապետյան 40 եւ ավել առաջարկության համար շնորհակալություն է հայտնել։ Հայկ Սարգսյան, Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետ։ Հայկ Սարգսյանը ողջունեց իմ ծրագիրը Լամբադա կամրջի կապակցությամբ եւ այն խառնաշփոթությունը պարզեցվեց իմ ծրագրով, խնդրեմ Լամբադա մոստը մի անգամ եմ ցույց տվել, ես չեմ ուզում շատ ինձ գովել, որովհետև շատ ծառակշիռ անձնավորություն եմ եղել, ասեմ ինստիտուտում, երբ բոլոր առարկաները հերակայի սովորում անասնաբուծական 5 էի ստանում ամբողջ ինստիտուտում
արդեն ձայն բարձրացավ, որ ով է սա, որ հետո մի աղջիկ զաչոտնիկս գրպանիցս հանեց, ցույց տվեց լրիվ քարացան, ասեցին հենց իմանանք պատկեր, հենց կարծում ենք, որ դու պատկերի տակ ես, այսինքն ես չեմ հպարտացել, ես չեմ գովել ինձ, բայց այսօր ոչ թե գովելու հարց է, այլ անհրաժեշտություն է, որ կարողանամ իրականացնել այս ծրագրերը։ Էլի Երևանի քաղաքապետարանից Հենրիկ Նավասարդյան Լամբադա մոստի վերաբերյալ Կոմիտաս Ազատության եւ Դավիթ Անհախտի այդ խաչմերուկը 17 թվին եմ գրել 2017 թվին, որ հետագայում 2 տարի առաջ իրականացվեց իմ առաջարկությամբ իրենց անհանգստացնելով, որովհետև այդ թեմայով դեր Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք 2010 թվից սկսել եմ պայքարել։ Հենրիկ Նավասարդյան, սա այն մարդն է, որ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իմ դռները բացեց քաղաքապետարանի իմ առաջ, ներկայացնում էր բոլոր ոլորտների բնապահպանության, կոմունալ ձեռնարկության, շինարարության գծով բոլոր մասնագետներին իրեն կաբինետում քննարկում էինք եւ ես կարողացա շատ բան անել կոմունալ ձեռնարկության տեսակետից բանը աղբատար խողովակները փակել տվի առաջարկել եմ նոր Երևան, որից հետո պարոն Փաշինյանը ակադեմիական քաղաք ասեց, ես այլ ուղղությամբ էի ասում առաջարկություններով եւ ավելի խելացի էր, քանի որ Երևանը այսօր ըստ ինձ, եթե 70-ական թվականների 1970-ական թվականներին սիրելու քաղաք էր, այսօր ես չեմ կարողանում 2 օր մնամ այդ քաոսի, այդ խառնաշփոթության մեջ եւ ուզում եմ, որ օգտակար լինեմ, եթե լսեն բավականին ես օգտակար առաջարկություններ ունեմ, կներկայացնեմ տրանսպորտի, հանրային տրանսպորտի վերաբերյալ գնագոյացման ուղևորցի եւ այլն բոլոր հարցերում։ Էդգար Գալստյան, տրանսպորտի վարչության պետ, ներողություն, որին եմ հանձնել քաղաքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, քսերոքս եմ արել հենց իրեն կաբինետում եւ տվել իրեն։ Ու դժբախտաբար ասեմ, որ 6 տարում 4 վարչության պետ է փոխվել, 4 քաղաքապետ, ներկայումս ես չեմ կարողանում նորից ունի մեջ մտնել, Հայկ Սարգսյան հրավիրել է հանդիպման, հանդիպել եմ, զրուցել եմ, ողջունել է Լամբադա մոստի ծրագիրը, էլի Հենրիկ Նավասարդյան, իրեն միջոցով կարողացել եմ շնորհակալությունները, հարգելի Արկադիա Զարգարյան, շնորհակալություններ, սա արդեն վերաբերվում է իմ երկրորդ հիմնական մասնագիտությանը, գյուղատնտեսությանը, 18 թվին դեռ կար գյուղնախարարություն, ես հանդիպել եմ Արտուր Խաչատրյանի նախարարությամբ իրեն աշխատակիցների հետ միասին քննարկել են, իմ բոլոր հարցերը բարձրացրել են, այսօր իմ ասածները իրականացնում են, բայց իմ անունը այդտեղ չի երևում, այդտեղ կոոպերացիաներն են, տեխնիկայի կազմակերպումը, սելխոզտեխնիկաների նման, հետո գյուղմթերքների ընդունումը, ամենակարևորը գյուղմթերքները արտադրում ենք եւ ես 3-րդ տարին է իմ աճեցրած խոզերի խերը չեմ տեսնում, որովհետեւ խաբեբաններ ու խարդախներ են առաջ գալիս եւ ինքնարժեքի ցածր, նույնիսկ ավելի ցածր ստիպված հանձնում ենք իրան եւ հիասթափվում դրա վերաբերյալ այդ բնակավարի մեքենատրակտորային կայանները պարտադիր պետք է լինեն, իսկ ես ինչ ասացի Արտուր Խաչատրյանին վերջում, պարոն Խաչատրյան, ինչի չեք ծախսեր անում, ասեց ով է տալիս, որ մենք ծախսեր անենք, ասացի, ես քո տեղը չեմ աշխատի, հենց այդպես էլ վերջացրի, հետո ասեցի, բայ էլ երբ ենք հանդիպելու, ասեց հեռախոսիդ համար է, ես գիտեմ կզանգեմ, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նրանց ծնկան վրա մի 6-7 հոգու նախարարների հեռացրեց, այդ շարքում էր նաև ինքը։ Կրթության, գիտության նախարարություն,
ես դրա մասին էլ կխոսեմ, նախորդ ես ներկայացնում եմ, որ այսքան տեղեր հանդիպել եմ, որպեսզի ժամանակը կարողանամ ժամանակում տեղավորվել, նախորդ ես ասում եմ կրթության, երկու անգամ Դումանյանի ժամանակ նաև այս նոր նախարարի Ժան Անդրեասյանի օրոք դիմել եմ, տեղակալը ընդունել է Արաքսիա Սվաջյանը, բայց ես շատ խիստ դժգոհ եմ մնացել նրանից, որովհետև ինչ ասացի, չափորոշիչներ են։ Ես ասացի 6 տարեկանում եմ գնացել դպրոց եւ տուժվել եմ մնացածի 7 տարեկանների արանքում, որից հետո ներկայացրի տրանսպորտի վերաբերյալ 4-6-րդ դասարանում մեր անցածը, որովհետև Սևանա լճից հետո ամենամտահոգիչը իմ տրանսպորտն է, տրանսպորտը Երևան, մանավանդ Երևան քաղաքում եւ տարեկան 365 զո, դա Անդրանիկ Քոչարյանն ասաց, 365 ամեն կիրակի նայում եմ սուր անկյունը, տեսնում թե ինչքան վթարներ, ցավալի վթարներ, ընտանիքով կործանվում են, իսկ պատճառը հենց այն է, որ իմ ասածները չեն լսում, որ փակել են ավտոդպրոցները, դոսատները, իսկ զինվորները գնում են վարորդ, բանակում բավականին մեծ վթարներ է լինում, ոչ գիտելիքներ ունեն, ոչ կրթվել են, ոչ գիտեն այդ մասնագիտությունը։ Ես ցույց կտամ այն գիրքը, որը անհրաժեշտ է, որ բոլորը պետք է իմանան։ Ես երկրորդ կարգ սովորել եմ 71 թվին, իհարկե Կիրովականում, երբ սովորում էի շինարարական տեխնիկում, աշխատում էի կոմունալ ձեռնարկությունում որպես վարորդ, երկրորդ կարգ իրենք ուղարկեցին սովորեցի, իսկ ինստիտուտը նույն տարում զուգահեռաբար սովորել եմ ինստիտուտ, բոլորը կարմիր դիպլոմներով ու գերազանց գնահատականներով։ Այսօր ես չեմ ուզում, որ իմ գիտելիքները կորչի, իմ պոտենցիալը ուզում եմ նվիրել մեր երկրին, որովհետև քիչ չեն, այ հիմա թերթում եմ, դուք կզարմանաք, որևէ ավականու ընտրություններից առաջ Երևանի քաղաքապետարանը այն հարցերը չի առաջարկում, այն հարցերը չեն քննարկում ժողովրդի հետ, ինչ որ ես, կներեք, ես արգելել եմ 5 հարկանի տուֆակերտ կրող պատերով շինարարության վրա վերնաշենք դնել է, դուք լսած կլինեք, որ 2019 թվին ուզում էին իրականացնել վերնաշենք, այսինքն 7-րդ հարկ, անմիջապես մեքենաց խոդի եմ տվել ու վազել, գնացել ու հրավիրել է Հենրիկ Նավասարդյանը քաղաքաշինության վարչության պետի հետ, քննարկել եմ եւ արգելել, որից հետո անցան տարիներ եւ իրոք սկսեցին արգելել, որովհետեւ պատերի կրողունակությունը 5 հարկից ավել պետք չի։ Իսկ ինչ ասաց ինքը, ասի կա հիմնատակերի հաշվարկ, կա հիմքերի հաշվարկ, պատերի հաշվարկ, կա ծածկերի, նույնիսկ ձյան հաշվարկ, իսկ դուք ուզում եք էլի ծանրությունը ստեղծեք, ասեց թեթև կոնստրուկցիաներով, ասացի եթե թեթև կոնստրուկցիաներով, բայց եթե 200 հոգի հավաքվի եւ տրնգոզի այդ բառն է օգտագործելով կվկայեն բոլորը, ես ոչ մի նախադասություն, ոչ մի նույնիսկ կետադրական սխալ չեմ ներկայացնում, որովհետև դրա համար ես պատասխան պետք է տամ, ասեցի որ տրնգոզի պարեն ամբողջ ռեզոնանս առաջանա, ինչ եք ասելու եւ կանխվեց այդ, սա այն որ այս 6 տարում ես կարողացել եմ իմ ուժերով իմ քրտնաջան աշխատանքով, իմ նյութականի վրա 52,000 դրամ թոշակ եմ ստանում, հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում, սակայն ես չեմ խեղճանում, պետք է լինում, պետք է ծախսեմ, գնամ հանդիպեմ։ Հիմա ես ներկայացնեմ այն, որը որ կա։ Ես առաջարկություններ եմ ներկայացրել նույնիսկ անվտանգության արտակարգ իրավիճակների նախարարի ծրագրերում կներկայացնեմ, այս ամենը Երևան քաղաքի վերաբերյալ, որ ասում էի քսերոքս եմ արել, կընտրեմ, սա ամբողջը Երևան քաղաքի վերաբերյալ է, երկրորդ Երևան, տրանսպորտի կարգավորում, 40 եւ ավել առաջարկություններ տրանսպորտի գծով, ես չեմ ուզում հիմա
ներկայացնել, բայց չէ, իրոք ասեմ, հունիսի 11-ին գնացի Երևան, ճանապարհից թեքվեցի դեպի Մարմարիկի ջրամբարը, տեսնելով, երբ 45 տարի առաջ տեսել էի փլված, գնացի, տեսա, որ լիճը լցված է 90%-ով, ընդեղ մի աշխատող կար, նրան հարցրի, բայց զարմացա, որ մեր Տավուշի ջրամբարի վրա կան ոստիկաններ, հասկում են իսկ այդ հսկա ջրամբարի վրա, թող ակաժներին ող անեն մեր պատկան մարմինները, որ այդ ջրամբարը ես երբ դիմել եմ արտակարգ իրավիճակների նախարարություն նրա վտանգավորության մասին, ուրեմն դա մի երկրորդ եղերնը կլներ, երբ ջուրը լցվեր եւ հանկարծ պայթեր, քանի որ առանց ջուրը լցնելու ով ծանոթ է ջրամբարին, բանը աչակողմյան մասը փլզվել էր առանց ջուր լցնելու։ Մի խոսքով շատ չշեղվեմ, քանի որ շտապում եմ, մի քիչ խառնում եմ, այս բոլորը դիմումներ են, պատասխաններ են, Երևան քաղաքում նույնիսկ բանի ամենահասարակը զուգարանների հարց են բարձրացրել, որ ամեն կիլոմետրի վրա լինի զուգարան, լինի որակյալ սպասարկում, տաք ու սառը ջրով եւ այլը, քանի որ տուրիստները գալիս են, մեկը ես որ գնում եմ, չգիտեմ որտեղ կարելի օգտվել։ Երկրորդ Երևան եմ նախատեսել, տրանսպորտի գծով եմ նախատեսել, Լամբադամոստը, շրջանաձև երթևեկությունը, մի խոսքով 40 եւ ավել առաջարկությունները համար Եգոր Կարապետյանը, նախկին տրանսպորտի վարչության պետը, բարեբախտաբար դեռ կենդանի է, ինքը շնորհակալություն է հայտնել։ Այսքանը ես ասեմ, պահանջի դեպքում ես ամենը կներկայացնեմ, աղբատար խողովակները, բազմահարկ շենքերի, գարշահոտությունը եւ տեսնելով այդ վիճակը ես առաջարկեցի, որ փակեն, դա եղել է 18 թվին, փակեն եւ աղբատար մեքենաներ դնեն։ Սանիտեկի հետ վատ հարաբերությունների մեջ էին, առաջարկեցի, որ սեփականը, քաղաքապետարանը ունենա իր սեփականը, Հայկ Մարությանի օրոք այդ աղբատար մեքենաները շարան եկան եւ քաղաքը բավականին բարվոք վիճակ, քաղաքում բարվոք վիճակ ստեղծվեց։ Իհարկե ես կոմունալ ձեռնարկությունում 3 տարի աշխատել եմ որպես վարորդ, այդտեղ էլ կուսակցության մեջ եմ ընդունվել որպես լավ վարորդ, պատվոտախտակին նկարված, սա այս ամենը չեմ ուզում մեկ առ մեկ թերթել, գիտելիքներ են, որ պետք է օգտագործվի կոմունալ ձեռնարկության մաքրում, աղբի հեռացում, կանաչապատում, բարեկարգում, այդ ամենը դրա վերաբերյալ առաջարկություններ եմ արել, բարեկարգումը ծաղկապատում էին, ես ներկացրի, ասի դուք ցանում եք 10-15 օրից հետո նորից թողնում եք կամ փոքում տանում են, թփեր դրեք դեկորատիվ, բայց թփերը դրին ոչ դեկորատիվ, կարելի էր 60-ական թվականներին հայրս բնության պահպանության նախագահ էր եւ բերել էր, չգիտեմ որտեղից, այսինքն գիտեմ, չեմ ուզում օգտագործեմ այդ անունը, մի խոսքով Ադրբեջանից բերել էր ծաղկավոր մշտադալար թփեր եւ հետևում էր, երեխեքը որ ձեռը էին տալի անցնելուց ջղայնանում էր, այսօր չկա դա։ Հիմա ես հերթով նաև քանի ասում եմ կարևորներից կարևոր, հերթական դրած է, ուրեմն այն նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարություն, առաջին անգամ 2010 թվին դեռ նախարարությունը գտնվում էր հաղթանակ այգու հակառակ ուղղության, ես կարողացել եմ հանդիպել այն ժամանակվա Արմեն Երիցյանին, սիրով ընդունել է, Մարմարիկի ջրամբարի հարցն են բարձրացրել, ասեց բա ոնց կլինի, ասի կավը լավը չի, ավազային է, հնարավոր է որ խոնավություն լինի, դրա պատճառով է փլզվել եւ ես համոզվեցի, որ այս անգամ հունիսի 11-ին որ գնացի,
նայեցի, տեսա, որ մյուս ափը անտառամերձ է, իսկ անտառի խոնավությունը ավելացրել էր եւ գնացել։ Հարցրեց ինչ անենք, այսօր դեռ կենթանի են նրա տեղակալները, կենթանի է նրա քարտուղարուհին, որոնք 7-8 հոգի մասնակցել են, ասեց ինչ անենք, ասի մշակում այդ կավի գրունտների մշակման վերաբերյալ լուրջ ծրագրեր չկան, հնարավոր չէ, որ իմանաս թե որն է լավը, ասեց բա ոնց, ասեցի պրուտագործները կիմանան, կավագործները, նրանք կառաջարկեն այդ բանը, կավի որակը, եւ բացի այդ ուրիշ բան էլ առաջարկեցի, ասեցի մարմարակի նիշը նայելուց հետո 50 սանտիմետրանոց, 20 դույմանոց խողովակով կարելի է տանել լցնել հիմնական ջրամբարտակը Սևանա լիճը, ընդամենը մի 20 կիլոմետրի վրա խողովակներով եւ լիճը կլցվի եւ հետագայում կարող են օգտագործել։ Ու ավելի շատ բաներ, այս բոլոր պատասխանները իմ առաջարկությունները, քանի որ արտակարգ իրավիճակներին է վերաբերվում, ասեմ, որ հաշվարկ ունեմ Երևան քաղաքի գետառի ու ծրագրավորել եմ գետառի վարարումների դեմ պայքարի միջոցները, Արաքս գետի վարարումները, որ ես տեսել եմ Արմեն Երիցյանը հենց մեքենաներով բերում էին քարերը, որ լցնեն ափին, ինքը կանգնած էր եւ դրա փոխարեն ես ուրիշ բան եմ առաջարկել, ում կհետաքրքրի կարող եմ ներկայացնել։ Ես չեմ ասում, որ 100%-ով իմ ասածները հնարավոր է որ ճիշտ լինի, բայց սակայն եթե գոնե 20% իրականացվի, մեր երկիրը չի դժի այդ բնակավարումից։ Սա արտակարգ իրավիճակների նախարարություն վրան գրել եմ այն նախարարությանը բազմաթիվ հարցեր։ Ես հաշվարկել եմ նաև մեր Խնձորուտ գետի Քանի որ մենք ունենք հարուստ ենք գետերով, 3 գետ ունենք, Խնձորուտը, Տավուշը, նաև Հատումի գետը եւ դրանց վրա ջրամբարներ, ուրեմն վտանգավորություն կար։ Քանի որ զորամասը գտնվում է Խնձորուտի ջրամբարից մոտ մի 2-3 կիլոմետր ներքև, նրանց պետք էր մի հաշվարկ Պատահական ես լսեցի, որ հաշվարկ է պետք է, քանի որ ես ընդեղ ռեկոնստրուկցիա էի արել, որպես տեղամասի պետ, տեղեկություն ունեի դրա մասին, ուրեմն նստեցի 2 ժամ իրիկունը, մերոնք տնեցիները երբ քնեցին, ես հաշվարկը կատարել եմ, տարել ներկայացրել, որը ողջունելի է դարձել հրամանատարը վեր է կացել եւ շնորհակալություն հայտնել։ Առանց այսքանը, առանց որևէ մի լոմայի, առանց որևէ մի նյութական աջակցության։ Գետառի համար ունեմ, Արաքս գետի համար ունեմ, սողանքների վերաբերյալ, որ Հայաստանում կա 130 հիմնական սողանքներ, դրանք իհարկե մեծ մասը մարդկային գործոններից է առաջացել, քանդել են, ճանապարհ են սարքել, ջրատարներ են անցկացրել, ջուրը ծծվելով մտել է հողի գրունտի տակ եւ սողանքներ են առաջացել։ Դրա դեմ էլ կարելի է պայքարել դրենաժային միջոցներով եւ այլ։ Ուզում եմ ասեմ, որ չկա մի բան, որ մարդը չկարողանա դրա առաջնարնել, միայն ցանկությունը պետք է եւ նյութական միջոցներ եւ իրավունք, ես այդ իրավունքները չունեմ, դրա համար ես այսօր իմ հաշվարկները մնում է օդում կախված, մոտեցավ, կրթության նախարարությունը անցած տարի 2024 թվին գնացել եմ կրթության նախարարություն, մի թեթև ասացի, դժգոհ մնացել մանավանդ վարորդների նկատմամբ դպրոցները փակելու կապակցությամբ։ Շատ բաներ կա, ես չեմ ուզում ներկայացնել, եթե որևէ մեկի պետք է, ասացի անունը ազգանունը Վարաքսիա Սվաջանը իր անկազմով եւ շատ սառնասրտորեն մոտեցան, հետո ես եթե մի բանը սրտովս չի լինում, ես զանգում եմ եւ ինչ որ ասած դժգոհությունս հայտնում։ Արաքսիա Սվաջանը ինչ ասացի չափորոշիչ, իսկ այսօր վարորդական կրթությունները անիմաստ է դարձել։ Սևանա լճի նկատմամբ ինչ ասեմ, քիչ առաջ ասացի այսքան փաստաթղթերը Սևանա լճին է վերաբերվում։ Ասացի մոտորապես 10
առաջարկություն, որ ուրիշները բնապահպանները կարողանում են ներկայացնել, իսկ իմ ծրագիրը գաղտնի է գաղթնել 10-11 թվերին գրած 10-11 թվերից մինչ այսօր ես տարապում եմ բանը նպատակս իրականացնելու համար ես չեմ ուզում այսքանը լրիվ Սևանա լճի վերաբերյալը 1030 որ վերևին կառավարությանը ազգային ժողովին եւ իսկ մի հարցը որը գաղտնի է պահվում դա ներքին անվտանգությունը ապահովելու համար է ես դա գաղտնի եմ պահում միայն կասեմ գրել եմ նախագահին վարչապետին ազգային ժողովի նախագահին եւ պարոն Արմեն Աբազյանին եւ 3 անգամ տվել եմ վարչապետին դիմումներս վարչապետին 19 դիմում տվել եմ իհարկե ինքը չի մեղավոր որ դիմումներս տեղ չի հասնում այնտեղ կար նամակների բաժինը որը ուղարկում ես Սևանա լճի վերաբերյալ եմ խոսում քանի որ բնապահպանական է ուղարկում են Երևանի քաղաքապետարան եւ զարմացնում ինձ այս ամենը պարոն Նիկոլ Փաշինյանին է երբ ինքը եկել էր մայիսի 4-ին մեր կուլտուրայի տուն կարողացա մտնել եւ հետը զրուցել 5 րոպե զրուցել եմ մենակ խնդրել եմ որ ինքը ընդունի առանձին մի ազատ տարածքում ավելի շուտ ասացի Ենոքավանում եւ ես կարող եմ լրացնել այն բոլոր բացերը որը այսօր ոչ մեկը չի իրականացնում դա վերաբերվում է երկրի զարգացմանը տնտեսությանը մասնագիտությանը գյուղնախարարությանը սա այն գիրքն է որ պետք է բոլորը իմանան Ջրաղացմանյան երթևեկության կանոններ այսօր վարորդներ են սովորում մեկ ամսում 22 ժամվա մեջ վարորդ են դառնում իսկ մենք անցել ենք 4-րդ 6-րդ դասարանում անցել ենք 10-րդ դասարանում իսկ ես Ստեփանավանում սովորելու ժամանակ 3-րդ կարգ 2-րդ կարգը Կիրովականում դեկետը հանել եմ բոլորը գերազանց գնահատականորեն Ստեփանավանում 60 հոգու մեջ մենակ ինքս եմ անցել որովհետև սիրել եմ սա դպրոցական իմ տետրը մի անգամ եմ ցույց տվել 96 թերթ Արկադիա Զարգարյան 5-րդ դասարան այսօր պարապում են արհեստական բանականությամբ այս ամենը եւ դասատվի գրածը այսօր երբ ինձ մի բան է պետք է լինում լուծույթները տոկոսը հանելը այս տետրից եմ օգտվում բացարձակ սկզբից մինչև վերջ 5 գնահատական հազիվ է երևում 5 գնահատականներով ես անցնել եմ իսկ այսօր իմ թորնիկի տետրը ձեռս անգել եւ տեսնեմ եւ չի համոզում որ ուսուցիչները Երևանում ասում են ուզում եք եկեք ուզում եք մի եկեք տետրում ընդամենը օբշի տետրում մի երկու տող խզմստած այտենց հիմա չգիտեմ էլի գյուղերում մարզերում համեմատած լավ են սովորում որովհետեւ ամոթ աբուր կա ծանոթություն կա իսկ քաղաքում ես չեմ հասկանում ինչա կատարվում իհարկե շատ լավ երիտասարդներ կան որ արանքում կործանվում են ծխում են խմում են չգիտես ինչեր են անում ուսուցիչները հնարավորություն չունեն ես ներկայացնեմ մի դպրոցի մոտ ուսուցչուհին չէր կարող այդ տղաներին բերի դասարանը լցնի այդ փողոցը մոռացել եմ չգիտեմ 100 որ երրորդ դպրոցն էր այստեղ էլի արագացնեմ ես էլ մեր Բերթին է վերաբերվում, որովհետև Բերթիները ինձ կմեղադրեն ինչու Բերթի վերաբերյալ ոչինչ չես անում։ Բանի Աղսվի քարակարգի վերաբերյալ դիմել եմ մշակույթի նախարարին, դիմել եմ տարածքային կառավարման նախարարին, պատասխանները ստացել եմ, որ քարակարգը ով է կառուցել, բոլորն ասում են գերմանացիները, իսկ դա կառուցել է Ավետիք Մեխակի Խաչատրյանը, որը իմ մայրական կողմի մեծ հորեղբոր տղան է եղել 37 թվին գնդակահարել են սրտացավ եմ քանի որ քարակարգը այս վերջերքս որ նայեցի 60 տարի առաջ եմ ես այդ կամուրջը տեսել լիարժեք ձևով հիմա քարերը թե գողանում են կողքի պարապետերը ու քանի որ վրայով 60 տոննանոց
60 տոննանոց կամացո է անցել եւ ոչինչ չի եղել, իհարկե նոր կամուրջ են կառուցելու, բայց դա խնդրել եմ, որ իրենք ներկայացնեն էկոնոմիկայի նախարարություն։ Այս բոլորը ծրագրերն սա աշխատանք է, անշահախնդիր։ Էկոնոմիկայի նախարարությունում ես եղել եմ ազգանուն հեսա կհիշեմ, զոոտեխնիկի մոտ, այնտեղ էր նաև երկրագործը եւ բուսաբուծը քննարկեցին Տիգրան Ալեքսանյանի մոտ, թևս անգել, հետո իջել, զարմացել, որ ես այդքան իմացությունը ունեմ, ներկայացնում եմ, սակայն այն գյուղնախարարությանը վերաբերվող ոչ մի հարց չի լուծում, ամենակարևորը ասացի, գյուղացին անասուն է պահում, որ միսը պետք է իրացնի, հնարավորություն չկա, որովհետև չի իրացվում, իսկ պետությունը չունի մթերակայաններ, որ տանես հանձնես հաջորդ օրը փողը ստանաս ոնց որ խորհրդային միության ժամանակ։ Մի խոսքով այս բոլորը ստեղ իհարկե ես այս նկարը ցույց տամ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վկայականներ եմ ստացել նույնը ուղարկել ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելքոնյանին եւ ասել եթե սա չի անցնում անշահախնդիր ձևով մենք կանգնել ենք այդ կարդոնի թղթերը վերացրեք նա ինձ զանգահարել է եւ հետս խոսել շատ կոպիտ եմ գրել որ ումա պետք է մեր տղաները պահել են մեր տարածքները սա իմ խախտումն է մեքենայով որը 20,000 տուգանվել եմ, բայց հիմա այդ բնակավարի աշխատողները կամպյուտերերի առաջ չգիտեն, որ ինչ է նշանակում դեղին լույսի տակ անցնելը։ Բոլորը կանգնած են մեքենան հետևից շղթայական վթար չլինելու պատճառով ես որպես պրոֆեսիոնալ վարորդ այդ պահը անցել եմ, ոչ մեկին չեմ խանգարել, 20,000 դրամ, բայց ասեմ, 3 պայման կա կարմիր դեղին լույսի տակով անցնելու, երբ վարորդը չի կարող կանգնացնի, երբ ուղևորներին վթարային վիճակ կստեղծի եւ բեռները կարող են թափվել, իսկ հետևից գալիս է բեռնատարը, հայելում նայեցի, ինձ ասացին ուշ ես դիմել, սա Նոյեմբերյանի կոթի գյուղում կոթի գյուղացիները թող իմանան իրենց 2000 հեկտար ոռոգման ցանց հասկանալու ժամանակ ես եղել եմ Չին տեղամասի պետ, իսկ որպես պլենումի անդամ եւ քարտուղար կազմակերպությունում մեր ակտիվն է 79 թվին։ Ուրեմն սա բոլորը ես կարող եմ ներկայացնել, դեռ շատ կան ասելու ուղղակի ում հետաքրքրեց, ով որ սիրում է մեր երկիրը, ով սիրում է մեր տարածքը, հայրենասեր է, թող մոտեկանան, ես իմ բոլոր ծրագրերը կներկայացնեմ, բոլոր ծրագրերը, սա այն անգամ ցույց եմ տվել իմ կարմիր դիպլոմները, շրջկոմի որպես նույնը չեն հավատա, որ նույն տարում մարդ կարող է եւ աշխատել, եւ 3 տեղ սովորել, 3 տեղ զուգահեռաբար տեխնիկում, ինստիտուտ, նաև վարորդականը նույն թվին 3 տեղ սովորել եմ, մի տեղ աշխատել, բոլոր տեղ առաջավոր, իսկ ամռանը մեր տներն եմ նորոգել։ Այսքանով խնդրում եմ իմ ելույթը խոսակցականը ընդունելի դարձնեք, հարցեր տակ, իմ հեռախոսահամարն է 094 000 365, ես կրկնում եմ 094 000 365, այսինքն տարվա օրերը։ Եթե հիշում եք, հարգելի պատկան մարմիններ, ամոթ չէ, ես այնքան առաջարկություններ կանեմ հանուն մեր երկրի զարգացման, որ դուք էլ գոհ կմնաք ձեր կյանքում, ես էլ կգնամ են աշխարհը։ Ուրեմն ես ասեմ, երբ Երևանում վերջին անգամ տրանսպորտն է ուսումնասիրում, արդեն այդ օրը չէին ընդունել ինձ, հենց իջա
Շոպրենի 77 հասցեում այրացիայից մինչև տեղ վարորդների հետ զրուցում էի, ասում էի, բացատրում էի, հավանություն էին տալի, հենց իջա վիճակը սվատացավ, տարան շտապ օգնությունով մտածում էի, այս ծրագրերս մնալու է թե ոչ, ու տարան ու ստենդավորեցին հաջորդ օրը անմիջապես։ Շնորհակալություն լսելու համար, շնորհակալություն բոլորին, լսողներին, առաջարկողներին, բոլորին նրանց ովքեր որ կցանկանան մեր երկիրը ինչ-որ չափով զարգացնեն։ Ես շատ ասելու բաներ կարող ունենայի, բայց ասացի այն առանցքը, այն ողնաշարը, որը կա իմ մոտ, այսքան դիմումներ, այսքան գրություններ, այսքան ծախսեր ոչ մեկը չեր անի, բայց ես դեռ էլի եմ ուզում, էլի եմ շարունակելու, շատ հարցեր ունեմ դեռ կառավարությանը, Տիկին Թովմասյանը հրավիրել է, որ ներկայացնեմ իմ ծրագրերը, շնորհակալ եմ նաև իրենից, քանի որ ինքն է առաջին անգամ ընդունել, լսել Սևանա լճի վերաբերյալ իմ ծրագրերը։ Շնորհակալություն։